Ծովինար Վարդանյան, հաջորդ հարցը մնամեցեք։ Զրույցում դահլիճում։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն Նահապետյան, ինձ հետաքրքիր է արդյոք հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրության տակ են նաև այն մարդիկ, ովքեր այլևս չեն պաշտոնավարում, այսինքն նրանք ազատվել են պաշտոնից, էական չի դիմումի համաձայն թե ոնց, եւ հետագա գործունեությունը այդ մարդկանց արդյոք ձեր ուշադրության տակ է, որովհետեւ կան դեպքեր, երբ պաշտոնյաները իրենց ուղիղ, այսպես ասած, որոշումների կայացման եւ լիազորությունների դաշտում որոշումների կայացնելուց հետո անցնում են աշխատանքի հենց իրենց իսկ կողմից աջակցության ծրագրերով կամ ինչ-որ ձևերով աջակցություն ստացած կազմակերպություններում։ Ես կուզենայի այս դեպքերի մասին ավելին ասեմ, կան պաշտոնյաներ, որոնք պաշտոնավարումից հետո այդ ոլորտում բացում են նաև խոշոր բիզնեսներ, օրինակ հակակոռուպցիոնը քննում է արդյոք որտեղից այդ կապիտալ ներդրումները, որոնք անում են այդ մարդիկ, եւ ել ավելի եթե ասեմ, այդ մարդիկ նաև փորձում են իրանց նախկին գործընկերների միջոցով, որովհետև ենթադրենք իրենք դեռ ունեն նախկին գործընկերներ, որովհետև նոր են ազատվել պաշտոնից կամ եւ այլն, փորձում են նախկին գործընկերների միջոցով այդ թվում ազդեցություն ունենալ ոլորտային որոշումների կայացման վրա։ Քննվում են արդյոք այսպիսի գործերը։ Շնորհակալություն Տիկին Վարդանյան, այո, այդպիսի բազմաթիվ գործեր ունենք, երբ որ որոշակի պաշտոնի նշանակված անձը ազատվում է պաշտոնից եւ հետագայում զբաղվում է հանցավոր գործունեությամբ, նաեւ օգտագործելով իր նախկին ունեցած գործընկերային կապերը, հնարավորությունները։ Ես կոնկրետ օրինակներ չբերեմ, բայց այդպիսի գործեր կան բացահայտված։ Եվ նաեւ հավելեմ, որ հակակոռուպցիոն կոմիտեն ոչ թե տարբերակում է այս պահին պաշտոնավարող կամ նախկինում պաշտոնավարած անձանց մասով գործառույթների իրականացում, այլ եթե տեսնում ենք որոշակի կոռուպցիոն հանցանքի վերաբերյալ տվյալ կամ ունենում ենք որոշակի դեպքի վերաբերյալ տեղեկություններ, ապա համապատասխան օպերատիվ հետախուզական ստորաբաժանումը իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ եւ եթե հաստատում է մեր ունեցած տեղեկությունները, ապա այդ դեպքով պարտադիր ներկայացնում է հաղորդում եւ իրականացում է նախաքննություն, իսկ նախաքննության ընթացքում վեր են հանվում նաեւ նախկինում պաշտոնավարած անձի ունեցած գույքերը, նրա պատկանող բիզնես գործունեությունը, թե նախկինում, թե այդ պահին եւ համապատասխան հիմքերի առկայության դեպքում նաեւ այդ տեղեկությունները փոխանցվում են ապօրինի գույքի բնականացման վարչություն, որպեսզի բարձենք այդ գույքի հանցավոր ծագումը։ Շնորհակալություն։